Եվ այդ անվտանգությունը լրացնելու համար իշխանության կողմից ցանկացած հարկադրանք ընդունեն, ահաբեկչության կանխարգելման պատրվակով ցանկացած հարկադրանք ընդունեն։ Շարունակում եմ։ Ինչ ես կարծում, հարցնում է Ռոքֆելլերը, ինչու տեղի ունեցան, հա, մեր կառավարության սա ասեցի, շատ դժվար է, ասում է Արոն Ռուսոն, այս մասին բարձրաձայնելը, սակայն ճշմարտությունը պետք է բացահայտվի եւ այս հարցազրույցը ես հատկապես դրա համար եմ տալիս։ Այդ մարդկանց վերջնական նպատակը բանկիրների կողմից կառավարվող մեկ համաշխարհային կառավարություն ստեղծելն է, որտեղ բոլոր մարդիկ իրենց մարմնում կունենան ներդրած ռադիոհաճախականության նույնականացման միկրոչիպ։ Ամբողջ դրամը կգտնվի այդ չիպերում, կանխիկ դրամ այլևս չի լինի։ Այդ ինձ ասաց անձամբ Ռոքֆելլերը եւ դա այն է, ինչին վերջին հաշվով նրանք ուզում են հասնել։ Ցանկացած պահի նրանք կարող են հանել ձեր չիպից այնքան գումար, որքան կցանկանան։ Եթե նրանք ասեն, որ դուք շատ եք հարկեր տնտեսում, այ հիմա հայտարարագիր է մտցնում համընդհանուր հարկադրման հարկերի համար նաև, չէ՞, հարկերի, ասում է, բյուջե եմ լցնում։ Այս կոնտեքստ, այս համատեքստում է այս ամեն ինչը։ Բոլոր գործողությունները Հայաստանի իշխանությունների իրականացվող հատկապես նաև մասնավորապես էլեկտրոնային էքսպանսիայի իրեն երկրում թույլ տալու բանում դրանք հրահանգներ են։ Եթե նրանք ասեն, որ դուք շատ եք հարկեր տնտեսում, ձեր հաշվից դրամը թվային տեսքով կհանեն։ Եվ եթե դուք կիսում եք իմ հայացքները եւ բողոքեք այն բանի համար, ինչը նրանք անում են, նրանք ուղղակի կանջատեն ձեր չիպը։ Դուք չեք կարող ուտելիք գնել, ոչինչ չեք կարող անել,